Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի 2026 թվականի առաջին թողարկումն է։ ABC մեդիան մաղթում է, որ 2026-ը լինի ուժեղ եւ արժանապատիվ տարի։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ եւ այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից եւ աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսները հայտարարել են կաթողիկոսի հեռացման մեկնարկի մասին, ինչ ծրագրի տակ են ստորագրել եպիսկոպոսները։ Եղանակային բարդ պայմաններ, փակ ավտոճանապարհներ եւ առաջիկա օրերի կանխատեսումը։ Գերեվարված Վենեսուելայի նախագահ եւ առաջին տիկին ինչ է պահանջում Թրամփը։ Տարին դեռ նոր է սկսվել, բայց քաղաքական օրակարգը Հայաստանում արդեն սրվում է։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի դեմ իր պայքարը տեղափոխում է նոր փուլ, վարչապետի անունից ստորագրելով կաթողիկոսի հեռացման ճանապարհային քարտեզը։ Երեկ վարչապետի կեցավայրում տեսախցիկների առջև Փաշինյանն ու իրեն աջակցող 10 եպիսկոպոսներ հայտարարություն են ստորագրել։ Ըստ դրա ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է կազմակերպի կաթողիկոսի փոփոխության ծրագիրը։ Ինչ է իրենից ենթադրում այդ ծրագիրը։ Հայտարարությունում նշվում է, որ առաջին քայլով նրանք նախատեսում են իրականացնել իբր բարենորոգման օրակարգի հանրահռչակում, ապա կաթողիկոսի հեռացում։ Դրանից հետո ըստ այդ ծրագրի պետք է տեղի ունենա կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա եկեղեցու կանոնադրության ընդունում եւ ամենավերջին քայլով ընտրվի նոր կաթողիկոս։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ջրագալույցի պատարագը եւ Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Տեղի ունեցածը անմիջապես լայն արձագանք գտավ քաղաքական ու հասարակական դաշտում։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ վարչապետը եւ նրան աջակցող եպիսկոպոսների խումբը կազմակերպել են հայ առաքելական եկեղեցու իբր բարենորոգման մասին փաստաթղթի ստորագրման արարողություն, որի նշանակությունն առավելապես տեղեկատվական է։ Նրա խոսքով նախաձեռնությունը միաժամանակ նպատակ ուներ Սուրբ Ծննդյան շեմին գրավել հանրային ուշադրությունը եւ արտաքին թեմաներից օրակարգը վերադարձնել ներքաղաքական դաշտ։ Ինչ վերաբերվում է ստորագրման արարողության պատկերին, ապա այն ավելի շուտ հիշեցնում էր հոգեհանգիստ, քան բարենորոգման միտված մի քայլ։ Բարենորոգման գնացող դեմքերը չեն լինում այնպիսին, ինչպիսին այդ թղթի տակ իրենց ստորագրությունը դնող եպիսկոպոսների դեմքերն էին, թերևս Նավասարդ Կճոյանի փոքր բացառությամբ։ Դե նրա համար այդ օրինակ ինտրիգ խարդավանքային անցուդարձը վաղուց շատ սովորական երևույթ է։ Հետևաբար անգամ գուցե մարզական հետաքրքրություն պարունակող։ Մյուսների պարագայում ակնառու էր, որ առնվազն կար ծանր գործողության գիտակցումը, այլապես որևէ հավատավոր բարենորոգման գնացող մարդու դեմքը ճառագում է դրական էներգիա, այլ ոչ թե ցավակցական դրոշ։ Հետևաբար հասկանում են, որ եթե հաջողի այն նախաձեռնությունը, որի տակ դնում են ստորագրություն, դա հայ առաքելական եկեղեցու ապամոնտաժումն է, ոչ թե բարենորոգումը, եւ միևնույն ժամանակ հասկանում են հաջողի թե ոչ, անձնապես իրենց պարագայում դա պատմության մեջ շրջանակում իրենց վրա դրոշված խարանն է։ Սեփական խարանը ստորագրող մարդը բնականաբար չի կարող չլինել խարազանված դեմքով։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա շարունակում եմ լինել այն կարծիքին, որ առնվազն այս փուլում նրան ավելի շատ պետք է պրոցեսը։ Սա չի նշանակում, որ նպատակի հասանելիության պարագայում հրաժարվելու է դրանից, բայց առավել եւս նպատակին հասնելու բարդությունը պատկերացնելով առարկայորեն նա գերադասում է առավելագույնը քաղել պրոցեսից։ Քննադատական արձագանքներով հանդես եկան նաև ընդդիմադիր գործիչները։ ՀԱԿ փոխնախագահ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Փաշինյանն այս քայլով պատմության մեջ կմնա որպես հայոց պետականության եւ ինքնության քայքայման ամենահետևողական դերակատարներից մեկը։
Հայաստանի գերագույն գլխավոր կաշառակեր, թալանչի եւ ավազակապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ քննչական կոմիտեի հաճախորդ, հետեւաբար մեր հոգեվորական դասի ամենաանբարոյական տարի տիտղոսը շահած 10 այսպես կոչված տիրադավերը հենց նոր իրենց վերագրելով լիազորություններ, որոնց համար օժտված չեն օրենքով, հայտարարեցին կազմակերպված հանցախմբի ստեղծման մասին, որի նպատակը լինելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կազմաքանդումն ու քայքայումը, հավատավոր հայ ժողովրդի պառակտումը, անօրենության ծավալումն ամբողջ երկրով։ Քիչ էր 2019 թվականի խաղաղության պլանի մերժումը եւ Հայաստանի ներքաշումը կործանարար պատերազմի մեջ, քիչ էր 5000 զինվորների կյանքի զոհաբերությունը, քիչ էր Արցախի ոչնչացումը։ Այսօրվանից հայ ժողովրդի դեմ կատարած ներաչարագործությունների ցուցակին կավելանա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հերձվածումը, հավատավոր ժողովրդի կյանքի պղծումը։ Սա իրականում մեծ օտարածին ծրագիր է, որը պետք է խափանվի։ Իր հերթին ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կաթողիկոսին գահից զրկելու գործողությունների ծրագիրը բնորոշել է որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ։ Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է կայծակնային արագությամբ հեռացնել վեհափառին եւ կազմաքանդել հայկական հոգեվոր ազգային ամենահին կառուցակարգերից մեկը։ Ուստի դիմում է հայտնի հին մեթոդին, անհասկանալի եւ ոչ լեգիտիմ հանձնաժողովներով եւ համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։ Բացի այս, դրանց ստեղծմամբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես մեկնարկում է հայաստանյաց առաքելական եկեղեցու գործընթացը եւ որպես կառավարության փաստացի ղեկավար գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար։ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների եւ պայքարի միջով է անցել։ Այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։ Հենց դրա համար վեհափառ հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին եւ այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։ Արձագանքել է նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով Սուրբ Ծննդյան Սրբազան օրերի շեմին վարչապետը հակադրվում է եկեղեցուն ոտնահարելով ազգային եւ հոգեվոր ավանդույթները եւ այդ կերպ խորացնում հասարակական պառակտումը։ Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի ջրակալույցի սուրբ պատարագ, մարդիկ եկեղեցուն վառած ջրակները իրենց հետ տուն կտանեն, այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը։ Ըստ հայ եկեղեցու Սուրբ Ծննդյան նախորդող մեկ շաբաթը պահոց շրջանն է, դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, այդ ընթացքում օգտագործում է միայն բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակվում կեսգիշերից հետո։ Վենեսուելան պահանջում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը, հայտարարել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Գերագույն դատարանի որոշմամբ նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան երբեք որևէ երկրի գաղութ չի լինի։ Վենեսուելայի միակ օրինական նախագահը Նիկոլաս Մադուրոն է, ասել է նա։ Հիշեցնեմ, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակվել է Վենեսուելայի մայրաքաղաքի վրա, պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաներում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը գերեվարվել են։ Իսրայելի կառավարությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական որոշման եւ Վենեսուելայի վերաբերյալ վճռական գործողություններին, ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նեթանյահուի խոսքով Լատինական Ամերիկայում տեղի ունենում պատմական շրջադարձ, երկրները աստիճանաբար հեռանում են նախկին քաղաքական ուղղություններից, վերադառնում ամերիկյան առանցքին եւ միաժամանակ վերականգնում ու ամրապնդում իրենց կապերը Իսրայելի հետ։ Նրա համոզմամբ այս զարգացումները փոխում են տարածաշրջանի քաղաքական պատկերը եւ ձևավորում նոր իրողություններ միջազգային հարաբերություններում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Թեհրանում բողոքի նորալիք է բարձրացել իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Իրանական ռիալը ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Դոլարը վաճառվում է մոտ 1.43-ից 1.45 միլիոն ռիալի սահմաններում։
Պատճառներից են Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները, 50%-ից ավելի բարձր գնաճը, դոլարի թույլ ներհոսքը եւ քաղաքական անորոշությունը։ Իրանը կոշտ եւ անհապաղ կարձագանքի երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողության գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին, մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Թեհրանի դեմ ուժի հնարավոր կիրառման մասին։ Նրա խոսքով Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է մի շարք պատասխան միջոցառումներ, նույնիսկ նախքան սպառնալիքների իրականացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի ղեկավար Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Իրանը զգալիորեն թուլացել է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք կրկին ամրապնդվեն, ասել է Թրամփը։ Նա նշել է, որ Իրանը իրեն վատ է պահում։ Ուկրաինացիների 85%-ը խաղաղություն է ուզում, միևնույն ժամանակ 85%-ը դեմ է Դոնբասից դուրս գալուն, ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց արդար խաղաղություն։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է հակաահաբեկչական գործողության շրջանակում 110 կասկածյալի ձերբակալման մասին, այդ թվում նոր տարվա տոներին հարձակումներ պլանավորողների։ 115 կասկածյալների ձերբակալման օրդեր է տրվել, գիշերը 110 կասկածյալ ձերբակալվել է 114 հասցեում անցկացված գործողության արդյունքում։ Ադրբեջանը 15 տարվա ընթացքում լրացուցիչ 33 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի Թուրքիային։ Նոր պայմանագրի մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկ նախարար Բայրակթարը։ Համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 2-ին եւ կսկսի գործել 2029 թվականից։ Այդ պայմանագրի շրջանակներում Թուրքիան տարեկան 2.25 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա Կասպից ծովի Աբշերոնի հանքավայրից։ Թմրանյութի շրջանառության դեմ պայքարի պատրվակով Վենեսուելայի վրա հարձակումից եւ երկրի նախագահին գերեվարելուց հետո ԱՄՆ-ն հայտարարել է երկրի նավթային պաշարները տնօրինելու մտադրության մասին։ Վենեսուելան Միացյալ Նահանգների կառավարությանն առաջարկել է համատեղ աշխատել համագործակցության ծրագրի շուրջ, հայտարարել է երկրի փոխնախագահը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն է այժմ ղեկավարում Վենեսուելան, մեռած երկիր է, որը պետք է վերականգնեն եւ երկրում ընտրություններ կանցկացվեն այն ժամանակ, երբ հարմար պահը կգա։ Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ նավթային ընկերությունները շատ են ցանկանում աշխատել Վենեսուելայում եւ իրենք կզբաղվեն ներդրումներով։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ ինչ վիճակ է ճանապարհներին։ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում եղանակային պայմանների պատճառով մի շարք ավտոճանապարհներ շարունակում են մնալ փակ կամ դժվարանցանելի։ Արագածոտնի մարզում փակ են Ամբերդ բարձր լեռնային օդերթաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները, նաեւ Գանձաքար, Իծակար ավտոճանապարհը։ Միևնույն ժամանակ Նորավան, Լծեն, Տաթև եւ Թթուջուր, Նավուր ավտոճանապարհները, նաեւ Վարդենյանց լեռնանցքը փակ միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Եղանակային բարդ վիճակ է նաև մի շարք մարզերում։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Աշոցքի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 5-ից 9 սպասվում է առանց տեղումների եղանակ, Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 1-ից 3, երեկոյան 8-ից 10 աստիճան ցուրտ։ Եվ վերջում համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսում են Լոռու բնակավայրերից մեկում։ Համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային տարի։